Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Աբու Դաբի Էմիրության Ալ-Ռուվեյս արդյունաբերական քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Փրկարարները մարել են հարձակման հետևանքով բռնկված հրդեհը, հայտնում են Էմիրության իշխանությունները։ Ալ-Ռուվեյսի նավթավերամշակման գործարաններից մեկում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով բռնկված հրդեհը վերահսկողության տակ է վերցված։ Հրշեջ խմբերը աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ, զոհեր չկան, ասվում է հայտարարության մեջ։ Բելգորոդը եւ Բելգորոդի շրջանը ենթարկվել են ուկրաինացի զինվորների զանգվածային հրթիռային հարձակումների։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Լուրջ վնաս է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին, գրանցվել են էլեկտրաէներգիայի, ջրի եւ ջեռուցման անջատումներ, հայտնել է նահանգապետը։ Բելգորոդի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել եւ արտակարգ իրավիճակների արձագանքով խմբեր են ուղարկվել։ Գլադկովը նաեւ բացատրել է, որ բնակելի շենքերից մեկի պատուհանները վնասվել են։ Իսրայելի բանակը Թեհրանում հարվածել է 10 ենթակառուցվածքային թիրախների, այդ թվում տիեզերական հետազոտությունների կենտրոնին եւ հակաօդային պաշտպանության համակարգերի գործարաններին, հայտնել է բանակի մամուլի քարտուղարի գրասենյակը։ Իսրայելցի զինվորականների տվյալներով կենտրոնը մշակում է ռազմական արբանյակներ, որոնք օգտագործվում են Մերձավոր Արևելքում հարվածային ուղղորդման համակարգերի համար։ Ալ Ջազիրան հաղորդում է, Իրանի արևմուտքում գտնվող տիեզերական հետազոտությունների կենտրոնը հարված է ստացել Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից։ Այս օբյեկտը Իրանում արբանյակային պատկերման եւ հետախուզական քարտեզագրման հետազոտությունների կարևոր կենտրոն է։ Ուկրաինայի շուրջ բանակցություններում դադար է առաջացել այն պատճառով, որ ԱՄՆ-ն ունի այլ առաջնահերթություններ կապված Մերձավոր Արևելքի հակամարտության հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բանակցություններում իսկապես դադար է եղել։ Ամերիկացիները ունեն այլ առաջնահերթություններ եւ դա հասկանալի է, ասել է Պեսկովը։ Նրա խոսքերը մեջ բերել է բրիտանական Financial Times թերթը։ Հրատարակությունը չի նշել, թե ում, որտեղ կամ երբ է արվել մեկնաբանությունը։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գաղտնի կերպով ռուսական ռազմական ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա։ Ալ-Ջարիդա թերթի տվյալներով Խամենեին բուժում է ստանում Ռուսաստանում։ Ըստ հրատարակության, տարհանումը Խամենեի վնասվածքից հետո գաղտնի գործողության մաս էր կազմում։ Տեղեկատվության համաձայն Իրանի առաջնորդը հաջող վիրահատվել է Ռուսաստանի նախագահական նստավայրի կլինիկայում։ Որոշվել է նրան տարհանել Իրանից, քանի որ բուժումը անհնար էր ռմբակոծությունների եւ օդային հարվածների պատճառով, նշել է թերթը։ ԱՄՆ-ն Ուկրաինայի օգնության կարիքը չունի Մերձավոր Արևելքում իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու հարցում, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Ուկրաինայի օգնության մասին հարցին Թրամփը պատասխանել է. Զելենսկին վերջին մարտն է, որից մեզ օգնություն է պետք։ Միևնույն ժամանակ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել այն հարցը, թե արդյոք ԱՄՆ-ն ընդունել է Ուկրաինայի օգնությունը անօդաչու թռչող սարքերի որսալու տեխնոլոգիաների ոլորտում։ ԱՄՆ նախագահը նշել է. զայրացած է, որ Զելենսկին չի ցանկանում խաղաղության համաձայնագիր, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սպիտակ տան ղեկավարի պատրաստ է դրան։ Ես զարմացած եմ, որ Զելենսկին չի ցանկանում գործարք։ Ասեք Զելենսկուն, որ գործարք ընկի, քանի որ Պուտինը պատրաստ է դրան։ Զելենսկու հետ բանակցելը շատ ավելի դժվար է, ասել է Թրամփը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները հայտարարել է. Թուրքիան դիմակայելու է ցանկացած սադրանքի։ Նախագահ Էրդողանի դիրքորոշումը այս հարցում բացարձակապես հստակ եւ կոշտ է։ Թուրքիան չի ցանկանում մասնակցել այս շարունակվող անարդար պատերազմին։ Մենք կտրականապես դեմ ենք, որ մեզ ներքաշեն այս պատերազմում։ Մենք լիովին վճռական ենք չտրվել սադրանքներին։ Երևանի քաղաքապետի նոր խորհրդական է նշանակվել Սերգեյ Հովակիմյանը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրել է նրան ու մաղթել հաջող աշխատանքային ընթացք։ Իրինա Յոլյանը տեղեկացրել է, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Նա մասնավորապես նշել է. «Ընդգծեմ, որ սա բացառապես իմ անձնական որոշումն է։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին եւ բոլոր գործընկերներիս անցած տարիների համատեղ եւ արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ եւ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձություն եւ պատասխանատվություն։ Կայացրել եմ որոշում կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, ինչի մասին կիրազեկեմ առաջիկայում։ Թեև թողնում եմ այս պաշտոնը, սակայն կապը Սյունիքի մարզի համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր բնակիչների հոգսերով, իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը հայրենիքի նկատմամբ անփոփոխ է», նշել է Իրինա Յոլյանը։
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է Հայ ազգային կոնգրեսի նախագահ, տեղեկությունը հայտնել են կուսակցության լրատվական ծառայությունից։ Համագումարում ընտրվել է նաև վարչության 35 հոգանոց կազմն ու բանաձև է ընդունվել։ Մարտի 16-ին Հայաստան դաշինքը կհայտարարի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Հայաստան դաշինքի մասնակցության նոր ձևաչափի մասին։ Կհրապարակվի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի դաշինքի թեկնածուի անունը, ինչպես նաև կներկայացվի դաշինքի պաշտոնական կարգախոսը։ Հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն դաշինքի անդամները, համագիրները եւ հրավիրյալ հյուրերը, ասված է դաշինքի հաղորդագրության մեջ։ Մարտի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց կլինիկական մահ ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի մասին Արաբկիր բժշկական կենտրոնից տեղեկություն է փոխանցել է ներքին գործերի նախարարության ոստիկանություն։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ-ը եւ ըստ օպերատիվ տեղեկությունների երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։ Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտե։ NDTV-ն հաղորդել է, Հորմուզի նեղուցը հատել են Հնդկաստանի նավագնացության կորպորացիային պատկանող 2 տանկեր, ուղղություն վերցնելով դեպի Հնդկաստան։ Աղբյուրների տվյալներով գործողությունը կատարվել է մեծ զգուշությամբ եւ Իրանի ու տարածաշրջանային այլ երկրների օգնությամբ։ Անցումը հնարավոր է դարձել վերջին մի քանի օրերի ընթացքում Հնդկաստանի եւ Իրանի ղեկավարության միջև տեղի ունեցած մի շարք բանակցությունների արդյունքում, հաղորդել է հեռուստաալիքը։ Վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ 31-րդ ծովային էքսպեդիցիոն ստորաբաժանումը, որը Ճապոնիայում գտնվող իր հիմնական նավահանգստից ուղևորվում է դեպի Մերձավոր Արևելք, կարող է լինել ոչ միայն ԱՄՆ-ի Իրանի դեմ պատերազմի ընթացքում ցամաքային զորքերի առաջին կիրառումը, այլև օգտագործվել Իրանի Խարկ կղզու նավթավերամշակման հատվածի վերահսկողությունը վերցնելու համար։ Վերլուծաբանների գնահատմամբ նման քայլը կարող է փաստացիորեն սահմանափակել Իրանի տնտեսական գործառույթների մի մասը։ Նրանց կարծիքով այս քայլը կարող է ստիպել Թեհրանին կապիտուլյացիայի ենթարկվել եւ արագ ավարտել պատերազմը։ Ծովում եւ ցամաքում գործողությունների համար նախատեսված հիբրիդային դեր ունեցող ուժերի կիրառումը ըստ փորձագետների բավական հետաքրքիր զարգացում է։ Մինչ այժմ Թրամփի վարչակազմը հստակ չի հայտարարել, արդյոք անհրաժեշտ է համարում ցամաքային զորքերի օգտագործումը Իրանի դեմ պատերազմի շրջանակում։ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին հայտարարել է. Հնդկական օվկիանոսում Իրանի նորագույն ռազմական նավերից մեկի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով զոհվել է նավի անձնակազմի 104 անդամ, անպատասխան չի մնա։ Դենակործանիչի անձնակազմը կատարել էր խաղաղ առաքելություն եւ հարձակման է ենթարկվել վերադարձի ճանապարհին։ Ասել է նա հավելելով, որ նավաստիները հարձակման պահին ներգրաված չէին անմիջական մարտական գործողությունների մեջ։ Դենայի անունը եւ նրա անձնակազմի զոհաբերությունը կմնա Իրանի ռազմածովային պատմության մեջ որպես խիզախության եւ նվիրումի խորհրդանիշ, ընդգծել է Հաթամին։ Նրա խոսքով Իրանի բանակը կպաշտպանի երկրի ծովային սահմանները եւ էլ ավելի մեծ վճռականությամբ կշարունակի ուժեղացնել ռազմածովային կարողությունները։ Աբու Դաբի իրավապահ մարմինները ձերբակալել են 45 անձի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող ապատեղեկատվության, նկարահանումների եւ տեսանյութերի հրապարակման համար, հայտարարել է ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունը։ Աբու Դաբիի ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը ձերբակալել է տարբեր ազգությունների 45 անձի։ Տեղի ունեցող միջոցառումների ժամանակ տարբեր վայրեր նկարահանելու եւ այդ պատկերները սոցիալական ցանցերում տեղադրելու համար։ Նրանց նաեւ մեղադրանք է առաջադրվել ոչ ճիշտ եւ մոլորեցնող տեղեկատվություն տարածելու համար, որը կարող է բորբոքել հասարակական կարծիքը եւ տարածել լուրեր, ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ իրավական եւ վարչական միջոցառումներ այս անձանց նկատմամբ անվտանգության մարմինների կողմից սոցիալական ցանցերի չարաշահման հետ կապված խախտումները վերահսկելու եւ ճնշելու շարունակական ջանքերի շրջանակներում։ Կատարի իշխանությունները հայտարարել են Դոհայի մի քանի շրջաններից տարհանման մասին, որպես նախազգուշական միջոց երկրի տարածքում նոր հրթիռային հարձակման հետևանքով, հաղորդում է Միության ներքին գործերի նախարարությունը։ Նախարարությունը հայտարարել է, որ համապատասխան մարմինները տարհանում են մի շարք կոնկրետ տարածքներ, որպես հասարակական անվտանգության շահերից բխող ժամանակավոր նախազգուշական միջոցառում միջև վտանգի անցումը, ասվում է հայտարարության մեջ։
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալներով ԿԺԴՀ-ն ավելի քան 10 անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով։ Այսօր մարտի 14-ին, շաբաթ օրը, մոտավորապես ժամը 13:20-ին, Երևանի ժամանակով ժամը 8:20-ին մեր զինվորականները հայտնաբերել են ավելի քան 10 անհայտ բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել են ԿԺԴՀ-ի Սունան շրջանից դեպի Արևելյան ծով, ասվում է հայտարարության մեջ։ Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, ուժեղացրել է հսկողությունը եւ մարտական պատրաստվածությունը լրացուցիչ հարձակումների դեպքում եւ պահպանում է լիակատար պատրաստվածություն հրթիռների վերաբերյալ տեղեկատվությունը սերտորեն փոխանակելով Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը երբեք թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք։ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի եւ երբեք չի ունենա Միացյալ Նահանգներին, Մերձավոր Արևելքին կամ աշխարհին սպառնալու կարողություն։ Իրանը ոչ մի կարողություն չունի պաշտպանելու այն, ինչի վրա մենք ցանկանում ենք հարձակվել, հայտնել է նախագահը։ Վերջինս կրկին կոչ է արել իրանցի զինվորականներին վայր դնել զենքերը եւ փրկել իրենց երկրից մնացածը։ Իրանի դեմ գործողության մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայող, եւս 200-ը վիրավորվել, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրին։ Ըստ տեղեկությունների, վիրավորված 200 մարդկանցից 170-ը արդեն վերադարձել են ծառայության։ Ուրբաթ օրը մարտի 20-ին ազգային ժողով են գնալու ուժային կառույցների ղեկավարները իրենց կատարած աշխատանքների տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար։ Պաշտպանության հանձնաժողովի նիստին հաշվետվություն են ներկայացնելու ազգային անվտանգության ծառայության ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՊՊԾ ղեկավար Արթուր Գասպարյանը, ինչպես նախկինում այս անգամ էլ նիստի մի մասը փակ է լինելու։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կամակատարն է, վերջինս ենթարկեցնելով Փաշինյանին դարձրել է նրան Ադրբեջանի կուսակալը Հայաստանում։ ՀԱԿ ազգային կոնգրես կուսակցության համագումարի ժամանակ այս հայտարարությունն է արել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Իր ելույթում Զուրաբյանը նշել է, որ Սահմանադրության օրենքների կոպտագույն խախտումներով հալածանքներ են տեղի ունենում հոգևորականների դեմ, քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Նրա դիտարկմամբ Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակել է դիկտատոր եւ որոշել է, որ պետությունը ինքն է։ Ըստ նրա հայությանը այսօր օդի պես համերաշխություն եւ համախմբվածություն է անհրաժեշտ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար։ Մինչդեռ իշխանությունը քաղաքական բոլոր ընդդիմախոսներին, որոնք կարող են լուրջ մարտահրավեր նետել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, վերագրում է խաղաղության օրակարգը իբր պայթեցնելու եւ Ռուսաստանին ծառայելու շինծու մեղադրանքներ։ Առաջիկա ընտրություններում ՀԱԿ վարչապետի թեկնածուն հատկապես խղճուկ է համարում հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ հարձակումները, որոնք ըստ նրա ուղղված են պատմամշակութային ինքնությանը քայքայիչ հարվածներ հասցնելու նպատակին։ Լևոն Զուրաբյանի կարծիքով ժամանակն է 1988-ի շարժման հոգուն հավատարիմ ժողովրդի հավաքական հզորությամբ ձևավորել ազգի շահերից բխող իսկական հայկական օրակարգ։ Նա նաև նշել է, որ ՀԱԿ-ը պատրաստ է կոնսոլիդացիայի գործընթաց սկսել ուժեղ Հայաստանի եւ այլ ուժերի հետ։ Ջարդել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջը եւ հեռացրել որոշ տեսաուղերձներ։ Այս մասին հայտարարել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, նա մասնավորապես նշել է. վստահաբար հայտարարում են, որ տեսանյութի հեռացման հետ որևէ կապ չունեն ոչ պետնախարարը, ոչ էլ Արցախ բանկ ՓԲ-ն։ Միաժամանակ տեղեկացնում են, որ այս պահին իրականացվում են բավականին գործունք հայլեր, այդ թվում տարբեր ձևաչափերով հանդիպումներ, որոնք ուղղված են արցախցիների բարձրացրած խնդիրներին իրավական հարթակում լուծումներ գտնելուն։ Իրավական լուծման ճանապարհն արդեն ունենք, սակայն այդ մասին հայտարարելը դեռևս վաղաժամ է։ Իր հերթին Արցախ բանկ ՓԲ ընկերության ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը այս գործընթացին լիարժեք եւ անվերապահ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Արցախ բանկ ՓԲ ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ կանգնած են արցախցիների կողքին։ Հուսով ենք, որ շուտով բոլորդ կկարողանաք համոզվել այդ փաստում, նշել է Ռոման Երիցյանը։ Իրանը հայտարարել է, որ շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցը եւ թույլ չի տա ԱՄՆ-ին ուժի ցուցադրություն իրականացնել տարածաշրջանում։ Այս մասին հայտնել է Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի փոխհրամանատար Մոհամմադ Ակբարզադեն։ Նա կասկածի տակ է դրել Վաշինգտոնի հայտարարությունները, թե Իրանի նավատորմը ոչնչացվել է։ Եթե ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանի ռազմածովային ուժերը ոչնչացված են, ապա ինչու է Հորմուզի նեղուցը դեռ փակ եւ ինչու նավթային տանկերներին թույլ չեն տալիս անցնել։ Եթե մեր օդատիեզերքները
տիեզերական ուժերը ոչնչացված են, ապա ինչպես են մեր հրթիռներն ու անօդաչու սարքերը շարունակում հարվածել թիրախներին, հայտարարել է փոխհրամանատարը։ Վերջինիս խոսքով իրանական ուժերը հրթիռներ եւ անօդաչուներ են արձակում ոչ միայն ստորգետնյա բազաներից, այլև ծովից եւ օդից։ Նա նաեւ զգուշացրել է, եթե նեղուցի շրջափակումը երկար շարունակվի եւ նավթի գները աճեն, ապա 2 շաբաթվա ընթացքում ԱՄՆ տնտեսությունը կարող է բախվել լուրջ խնդիրների։ Իսրայելի ուժերը հայտարարել են, հայտնաբերել են հրթիռի արձակում եւ որ հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը վերացնելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ուժերը հայտնաբերել են Իրանից մեր պետության տարածք արձակված հրթիռների արձակում։ Հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ, ասվում է հայտարարության մեջ։ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը մեկամսյա հրադադարի առաջարկ է արել Իսրայելին, խոստանալով այդ ժամանակահատվածում զինաթափել շիաների Հեզբոլլա աշխարհազորը։ Հաղորդվում է պետության ղեկավարը իր խաղաղության առաջարկը իսրայելական կողմին է փոխանցել Լիբանանում ԱՄՆ դեսպան Մայքլ Իսայի միջոցով։ Աունը հայտարարել է, որ հրադադարը անհրաժեշտ է, որպեսզի լիբանանյան բանակը կարողանա ավարտին հասցնել կառավարության կողմից հաստատված բոլոր անօրինական կիսառազմական խմբավորումների զինաթափման ծրագիրը։ Նա ընդգծել է, նման գործողություն անհնար է իրականացնել ռազմական պայմաններում։ Վերջինս պնդել է, որ պետական զենքի մենաշնորհի իրականացումը չի կարող ավարտվել Իսրայելի գործողությունների սրման ֆոնին ցամաքում, օդում եւ ծովում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Ռուսաստանը կարող է որոշ չափով աջակցել Իրանին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության ընթացքում։ Այս մասին նա խոսել է Fox News-ի եթերում։ Կարծում եմ նա հնարավոր է մի փոքր օգնում է նրանց եւ հավանաբար նա կարծում է, որ մենք էլ օգնում ենք Ուկրաինային, նշել է Թրամփը խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Հաղորդավարը հիշեցրել է, որ Վաշինգտոնը իսկապես աջակցություն է ցուցաբերում Կիևին, ինչի հետ ԱՄՆ նախագահը համաձայնել է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ երկրի օդային տարածքը խախտող ցանկացած սպառնալիքի դեմ։ Իր ելույթում Էրդողանը ընդգծել է, Թուրքիայի ուղղությամբ արձակված 3-րդ բալիստիկ հրթիռը սադրիչ բնույթ է կրել եւ նշել է, Անկարան ուշադիր հետևում է զարգացումներին։ Մենք ուշադրություն ենք դարձնում ոչ միայն իրադարձությունների տեսանելի կողմին, այլև ամենակարևորը այն բանին, թե ինչ է կատարվում կուլիսներում։ Մենք չենք բացառում որևէ հնարավորություն կամ սցենար։ Վերլուծում եւ ուսումնասիրում ենք բոլոր գործընթացները, մինչեւ ամենափոքր մանրուքը։ Այս շրջանակներում, ինչպես արեցինք 3 երեկոյան, մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, կանխելու մեր օդային տարածքը խախտող ցանկացած սպառնալիք։ Մեր գերակա խնդիրն է երկիրը հեռու պահել այս կրակի օջախից, հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Վերջինս նաեւ դիմել է Թուրքիայի քաղաքացիներին, կոչ անելով նրանց զգոն լինել Իրանի դեմ հարձակումներից հետո բորբոքվող կրոնական եւ էթնիկ սադրանքներից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է Իրանից Թուրքիայի ուղղությամբ հերթական հրթիռային արձակումը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայտարարության մեջ նշվում է, դա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է եւ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային կայունությանը։ Բաքուն համերաշխություն է հայտնել Թուրքիային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայումս չի նախատեսում ռազմական գործողություններ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտների դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նրա խոսքով, այս պահին ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է Իրանի հրթիռային եւ անօդաչու համակարգերի ոչնչացման վրա։ Ոչ, մենք հիմա այդ հարցի վրա չենք կենտրոնանում, սակայն հնարավոր է ինչ-որ փուլում դրան էլ կանդրադառնանք, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Իրանի ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել 10 վայրի, որտեղ կարող էին գտնվել իսրայելցի առաջնորդներ։ Այս մասին հաղորդում է Ալ Ջազիրան, հղում անելով ԻՀՊԿ-ին։ Թիրախները Իսրայելում առաջնորդների 10 բնակության վայրերն էին, ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։ Վերջինս նշել է, որ 10 թիրախներից 7-ը գտնվում էին Թել Ավիվում, 2-ը Ռիշոն Լեցիոնում եւ 1-ը Շոհամում։ Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ 9 ժամ քննությունից հետո բավարարել է գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը եւս 1 ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Գործարարը եւս 1 ամիս կմնա խիստ սահմանափակումներով տնային կալանքում։
Հայ ազգային կոնգրեսի 5-րդ համագումարի ժամանակ ընթերցվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ողջույնի խոսքը, որում ասվում է. «Սրտանց ողջունում եմ Հայ ազգային կոնգրեսի 5-րդ համագումարի բոլոր մասնակիցներին, մաղթելով հաջողություն եւ արդյունավետ աշխատանք։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով ես հիանում եմ ձեր ակտիվությամբ, գրագետ եւ համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, Facebook-յան փայլուն գրառումներով։ Գնահատում եմ նաեւ դաշինքներ ձևավորելու ուղղությամբ ձեր թափած ջանքերը։ Իմ նախազգացումով առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում», ասված է Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձում։ Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել, որտեղ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Եվրախորհրդարանի ելույթին։ Նամակում ասված է. «Կարդացի Եվրոպական խորհրդարանում շնչած ինքնադրսևորումդ ավելին սպասելի չէր։ Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից եւ իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում ես փարատել էությունիցդ անպակաս ստախոսությամբ։ Ես բանտում, դու ոչ, բայց ես ազատ, իսկ դու ոչ, որովհետեւ ճշմարտությունը ազատարար է»։ Սկզբում ցանկացա մանրամասն պատասխանել, բայց հետևելով մեր տիրոջ օրինակին շատ կուզեի ասել՝ «Ետիս գնա սատանա», բայց դա էլ եմ քեզ շատ համարում։ Ավելի լավ է մենք ենք մեր սարերի զավենին հղում կատարեմ, որովհետև տգետ ես։ Իսկ ավելի լուրջ ոչ թե քեզ, այլ ամբողջ ելույթին ավելի ուշ կանդրադառնամ։ Աստված օրհնի Հայաստանս, Արցախս եւ մեր հաղթանակը, նշել է Բագրատ Սրբազանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Նիստի օրակարգում ընդգրկված էին 3 տասնյակից ավելի հարցեր ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների, տեխնիկական կանոնակարգերի եւ մաքսային կարգավորումների վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Հրայր Թովմասյանի փոխարեն առաջարկել է Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել են Ազգային ժողովից։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին եւ Ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, նշված է հաղորդագրության մեջ։ Կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Նիստից հետո մի քանի անդամներ կուղարկվեն քննչական կոմիտե։ Այս մասին հայտարարել է Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Նախկինում հաղորդվել էր, որ Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորականները կրկին կանչվել են հարցաքննության ժամը 10:00-ին անհետաձգելի քննչական գործողությունների պատրվակով։ Հոգևոր առաջնորդները հրաժարվել են ներկայանալ հարցաքննության եւ նիստը տեղի է ունեցել։ Նրանք նշել են, որ քննչական կոմիտեն պարտավոր է ուղարկել պաշտոնական ծանուցում, որոշ ծանուցումներ ավելի ուշ ուղարկվել են էլեկտրոնային եղանակով։ ԳՀԽ նախորդ նիստը տեղի չի ունեցել, քանի որ աշխարհիկ անդամները շտապ կանչվել էին քննչական կոմիտե եւ օրակարգի հարցերը նախատեսված էր քննարկել այսօրվա նիստում։ Գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է համարում Եվրախորհրդարանում Փաշինյանի կողմից հայոց եկեղեցու հասցեին շինծու վերագրումները։ ԳՀԽ հայտարարության մեջ ասվում է. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման, գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումների առաջացած խնդիրների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանը։ ԳՀԽ-ն հաստատեց, որ Պաշտպանության նախարարի միակողմանի որոշումը հակասում է Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի դրույթներին, ինչպես նաև կառավարության համապատասխան որոշմանը, որոնցով ամրագրված է հոգևոր սպասավորների ծառայությունը զինված ուժերում։ Կարևորելով գնդերեսների ծառայության նշանակությունը բանակի հոգևորի եւ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործում անհրաժեշտ նկատվեց, որ քննարկվեն ծառայության նոր կարգավորումները եւ դրանք օրինական հարթության վերադարձնելու ուղիները։ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր Հերիկ Աբրահամյանի եւ վերջինիս որդու Հովանես Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Դատալեքս համակարգի համաձայն գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանին։ Ըստ մեղադրանքի Հերիկ Աբրահամյանը երկու դրվագով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Հովիկ Արգամի Աբրահամյանին ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև օժանդակել է վերջինիս պաշտոնեական լիազորություններն անցնելուն։ Ինչ վերաբերում է Հովանես Աբրահամյանին, ապա վերջինս ըստ մեղադրանքի հանդիսանալով Մեծնհովնան ՍՊ ընկերության տնօրեն արդյունաբերական օբյեկտը շահագործելու ընթացքում լինելով պատասխանատու խախտել է շրջակա միջավայրի պահպանության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև խախտել է ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնները, որն էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին։ Բացի այդ, Հովանես Աբրահամյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Հովիկ Արգամի Աբրահամյանին ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է. Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողության վրա արդեն ծախսել է մոտ 11 միլիարդ դոլար։ Լրագրողը հարցրել է նախարարին. արդյոք Իրանի դեմ ռազմական գործողությունների արժեքը այնպիսին է, որ նա ստիպված կլինի Թրամփին ասել, պատերազմն այլևս մատչելի չէ։ Բեսենթը պատասխանել է. բացարձակապես ոչ։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին երկրին Եվրամիության օգնությանը խոչընդոտելու համար։ Օրբանը կանգնած է Ռուսաստանի առաջնորդի կողքին։ Նա անում է նույնը, ինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոչընդոտում է Ուկրաինայի համար ամեն ինչին։ Այսօր նա միայն մեկ բան չի անում, չի հարձակվում մեր տարածքի վրա հրթիռներով կամ ԱԹՍ-ներով, ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Վերջինս հավելել է. Հունգարիան աջակցություն չի ցուցաբերել Ուկրաինային հակամարտության հենց սկզբից։ Ուկրաինայի առաջնորդը նշել է. Բուդապեշտը այս որոշումը պայմանավորել է Ռուսաստանում իսկական ընկերների առկայությամբ։ ԱՄՆ իսրայելական գործողությունը Իրանի դեմ կշարունակի առնվազն եւս 2-3 շաբաթ, գործնականում մինչև ապրիլ, հաղորդում է Axios-ը, հղում անելով իսրայելցի եւ ամերիկացի պաշտոնյաներին։ Իսրայելցի եւ ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, պատրաստվում են հարվածել Իրանին առնվազն եւս 2 շաբաթ, նշվում է հոդվածում։ Axios-ը նշում է, չնայած ԱՄՆ նախագահը հրապարակավ պնդում է, որ իր գործողությունը մեծամասամբ հասել է իր նպատակին, ԱՄՆ եւ Իսրայելի պաշտոնյաները պնդում են, դեռևս որևէ ցուցակ չկա այն մասին, թե երբ կարող են դադարել մարտական գործողությունները։ Թրամփը հայտարարել է, ԱՄՆ-ն մտադիր է հաջորդ շաբաթ ուժեղ հարված հասցնել Իրանին։ Թրամփի խոսքով Վաշինգտոնը պատրաստվում է իրականացնել լայնածավալ ռազմական գործողություն։ Մենք ծրագրում ենք հաջորդ շաբաթ Իրանի դեմ շատ ուժեղ հարված հասցնել, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին։ Այս մասին հաղորդում է Noor News-ը։ Լրատվամիջոցի կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է խիտ ծուխ բարձրանում Դուբայի վրա։ Մեկ օր առաջ Իրանի նոր գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին հայտարարել էր. Իսլամական Հանրապետությունը կշարունակի հարվածել հարևան երկրներում գտնվող ամերիկյան բազաներին, չնայած դեռ հավատում է բարեկամությանը իր հարևանների հետ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է. ԱՄՆ-ն եւ Իսրայելը չեն կարողացել հասնել իրենց նպատակներին Իրանի դեմ իրականացված հարձակումներից հետո։ Լուկաշենկոյի խոսքով Իրանի աշխարհագրական դիրքը եւ մեծածավալ զինանոցը թույլ են տալիս երկրին դիմակայել նման հարվածներին։ Նա նշել է. Իրանը մեծ տարածք ունի, լեռնային ռելիեֆ եւ բազմաթիվ թունելներ, որտեղ պահվում է ռազմական տեխնիկան, ինչի պատճառով այն դժվար է խոցել նույնիսկ ժամանակակից զինատեսակներով։ Բելարուսի նախագահը նաև ընդգծել է, իր երկիրը այս հակամարտությունում պահպանում է հավասարակշռված դիրքորոշում եւ չի միջամտում իրավիճակին։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում մարտի 16-ին 17-ի գիշերը 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում ձնախառն անձրևի եւ անձրևի տեսքով։ Մարտի 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհներին մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը 18-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հյուսիսարևելյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-ից 19 ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-ից 8 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 16-ին 17-ի գիշերը 20-ին սպասվում է անձրև, մարտի 17-ի ցերեկը 18-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։